Տխыз մի քանի հարցեր ես տամ, լավ, առաջինը մարտի 1-ի հետ կապված։ Միեդի որոշման մեջ մի քանի անգամ հիշատակվել է, որ Հայաստանի իշխանությունները որոշ փաստաթղթեր չեն ներկայացրել կամ հարցումներին չեն արձագանքել։ Դա ձեզ որոշակի գործողության դրդել է, թե ոչ, որովհետև տեսեք ինչ պարադոքսալ իրավիճակ ունենք։ Նիկոլ Փաշինյանի անունը քաղաքականության մեջ հայտնի դարձավ մարտի 1-ից հետո։ Մինչև այդ ինքը ժուրնալիստ էր, մի անգամ կատաստրոֆիկ ձախողված փորձեր արել քաղաքականություն մտնելու, հիշում եք երևի impeachment dashing, եւ եկավ մարտի 1 ինքը դարձավ հայտնի։ Որպես ես եմ հարց ձևակերպում, որպես քաղաքական գործիչ ինքը իհարկե շահագրգռված էր, որ մարտի 1-ով Հայաստանի դեմ որոշում կայացվեր։ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ինքը պարտավոր էր քայլեր ձեռնարկել պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը։ Եվ այս համատեքստում մենք ունենք որոշում միեդի, որ փաստաթղթեր չեն ներկայացվել։ Համագործակցությունը դատարանի հետ եղել է ոչ ամբողջական։ Եվ դրանով Հայաստանի Հանրապետությունը փաստորեն չի օգտագործել լիարժեքորեն պաշտպանվելու իր իրավունքը եւ պարտավորությունը։ Արդյոք դուք այստեղ պաշտոնական դիրքի չարաշահման տարեր չեք տեսնում։ Դա առաջի հարցը։ Երկրորդ հարցը էլի կախված նրանից բացահայտված է մարտի 1-ի գործը, թե չէ։ 18 թվականի օգոստոսի 17-ին, կարծեմ 17-ին, կառավարության 100 օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավիքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարտի 1-ի գործը ըստ էության ամբողջովին դատապարտված է, բացահայտված է։ 22 թե 23 թվականին հայտարարել է, որ գոնե կատարողների մակարդակով է բացահայտված։ Այսինքն արվել են պնդումներ, որոնք ըստ էության իրականությանը չեն համապատասխանում։ Կրկին, ստեղ դուք որևէ առաքելություն չունեք։ Հանրությանը մոլորության մեջ է դրվել։ Գոնե 18 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ բացահայտված ոչ մի բան չկար։ Եվ երրորդ հարցը։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում լիագումար նիստի ժամանակ հերթական էքսցեսի ժամանակ ասես ներվերից հետ մի խաղացեք, մոտավորապես տենց մի բան, կփակեմ ածը պատվալներում կամ նկուղներում, չեմ հիշում, տենց մի բան։ Այսինքն ձեզ էլի որպես գլխավոր դատախազ չի հետաքրքրում, որ Նիկոլ Փաշինյանի ներվերի հետ խաղալը կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ հայտնվեն ԱԱՑ պատվալներում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, առաջի հարցը պարոն Խաչատրյան։ Ճիշտ եք, ճիշտ գնահատական եք տալի, մենակ ինձ թվում այս հարցը չէիք տա, եթե իմանայիք, որ փաթեթը երբ է ներկայացվել Եվրոպական դատարան 2015 թվականին։ Կոմունիկացիան 2015 թվականին ա եղել եւ այս բոլոր ձեր կողմից բարձրացած խնդիրները, այո, ճիշտ եք։ Մենք դրանով առանձին դրվագում ենք մարտի 1-ով այն բոլոր պաշտոնատար անձանց, այդ թվում կեղծիքների հետ կապված, որոնք փորձել են խեղաթյուրել գործի քննությունը եւ դրա մասին, եթե մի օր դատաքննությունը սկսվի, կտեսնեք ինքներդ հրապարակային դատաքննության ընթացքում նույն փամփուշտների փոխելու, նույն վկաների վրա ազդելու եւ տարբեր տեսակի կեղծիքների հետ կապված։ Այո, ձեր գնահատականները ճիշտ են եւ 2015 թվականի դրությամբ, երբ Եվրոպական դատարանը կոմունիկացրել է այս գործը, իհարկե ցանկություն չկար ամբողջ ծավալով փաստաթղթերը ներկայացնելու։ Իսկ Եվրոպական դատարանի process-ները, գիտեք, սկսվում են վաղ, տևում են երկար եւ հիմա Եվրոպական դատարանի վճիռը, երբ որ ընթերցեք, կտեսնեք, որ այնտեղ չկան վերջին զարգացումները գործով, ու դա տրամաբանական է, որովհետեւ Եվրոպական դատարանը, այո, այսինքն ձեր գնահատականները ճիշտ են, իսկ պաշտոնատար անձինք, որոնք դրա համար պատասխանատու են, առանձին դրվագ կա եւ մի մասը, որ Հայաստանում չէ, կարծում ենք, որ մենք հեռակավարույթով այս անձանց կկանչենք պատասխանատվության Եվրոպական դատարան պատշաճ չներկայացնելու համար եւ ընդդեմ Հայաստանի ըստ էության կայացված վճռի եւ բավական բարձր կոնտրիբուցիաների մասով։ Մյուս երկուսի հետ կապված ձեր գնահատականների հետ, ներողություն բացահայտման մասով։ Իհարկե շատ լավ գիտեք, որ դատախազության համար բացահայտում հասկացությունը կապվում է մեղադրական վերդիկտի հետ։ Ես որպես գլխավոր դատախազ մարտի 1-ի հետ կապված
քրեական արդարադատության առաքելությունը կհամարեմ ավարտված, երբ որ կլինի օրինական ուժի մեջ մտած վերդիկտ։ Մնացածը քաղաքական հայտարարություններ են։ Մենք այս պահին դատարան ուղարկում ենք դրվագներ, որոնք այդ թվում բխում են մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի դիրքորոշումներից եւ այս շղթայական բոլոր գործողություններից ու մենք շարունակելու ենք նույն ձևով։ Մեզ համար մարտի 1-ը կդառնա բացահայտված մեղադրական վերդիկտով։ Մենք այդ ժամանակ հստակ կասենք, որ ունենք անձինք, որոնք մեղադրվում են կոնկրետ գործողությունների համար։ Մնացածը քաղաքական հայտարարություններ են, չեմ մեկնաբանելու։ Նույնիսկ երրորդ հարցին ուղղակի չանդրադառնամ, որտեղ ելի պիտի մեկնաբանեմ ձեր գնահատականը քաղաքական։ Շնորհակալություն, արձագանք ունեք։ Նախ սկսենք երրորդից, դա իմ հայտարարությունը չէր, դա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր։ Այսինքն ինչ նշանակում ներվրիս հետ մի խաղացեք, թե չէ կհայտնվեք կացը պատվալ։ Հացը պատվալը վերջապես իր սեփական տունը չի, որ մարդկանց կարող է հրավիրի սոճ խմելու։ Երկրորդը, ես չգիտեմ դեր կարծիքը ինչի վրա ձևավորվում, ձեր սուբյեկտիվ դատողություններով, չգիտեմ, եթե կարող եք ապագան կանխագուշակել, կարող եմ նաև խնդրել մոտավոր ապագայի մասն ձեր կարծիքը հայտնել։ Բայց դա չի խոսք, 15 թվականին է բացվել, շատ լավ։ Բանջա ներկայացվել փաստաթղթերի ներկայացման չի ներկայացվել 15 թվականից մինչև 25 թվական ամիսները չեմ անում երբ ա եղել 11 տարի անց է այդ 11 տարուց 8 տարի դուք եք եղել իշխանության հիմա որ հետ ուղարկեք 19 թվականին ուղարկեք պետք է ասեին չէ մի ուղարկեք կոմունիկացվել է մի էդի հետ որ գիտեք 17 թվականին որ sense մի հատ հարցում եք ուղարկե չի պատասխանվել 19 թվականին ձեզ ուղարկում ենք կա տես դեպքեր թե չէ եւ երկրորդ հարցի համար իրոք շնորհակալություն պատասխանի համար այսինքն Նիկոլ Փաշինյանն այլ է պնդումներ որոնք որևէ աղերս իրականության հետ չունեն որովհետեւ անձամավորում են մեղադրյալ երբ կա մեղադրական վերդիկտ իսկ մեղադրական վերդիկտ մինչ այժմ չկա եւ հայտնի չի երբ կլինի եւ կոչ անեք որ հաջորդ անգամ հանրությանը չմոլորեցնեն նման մերկապարանոց հայտարարություններով Արձագանք Շնորհակալություն Եվրոպական դատարանի ընթացակարգերին ես կխնդրեմ որ ձեր ծանոթ իրավաբաններին խնդրեք ձեզ ներկայացնեն ընթացակարգերը Եվրոպական դատարանը կամայականության սկզբունքով չի ընդունում փաստաթղթեր քննության Կա կոմունիկացիա ընթացքում ներկայացված փաստաթղթեր, հնարավորություն ներկայացնելու փաստաթղթեր։ Մենք ցանկացած պահի ցանկացած փաստաթուղթ չեն կարող ուղարկել։ Նույնը վերաբերում է վճիռների կատարմանը։ Ֆարմանյանի գործով վճռի կատարման մասով Տիկին Քլոյանը հարց ուղղեց, բայց այս պահին դեռևս կատարման հետ կապված մենք հարցադրում չենք ստացել։ Ակնկալում ենք, որ ստանալու ենք, եւ բնականաբար մեր բոլոր գործողությունները կառուցում ենք այդ տրամաբանության մեջ, բայց մենք չենք կարող ցանկացած պահի, մեզ հարմար պահի ուղարկել այդ փաստաթղթերը Եվրոպական դատարան։ Եթե այդ հնարավորությունն էր, վստահեցնում եմ ձեզ կուղարկվեր ու հավանաբար նաև կկանխվեր շատ սուր ձևակերպումներ, որոնք կան վճռի մեջ։ Սրանք ընթացակարգեր են, որոնք մենք չենք կարող այդ ընթացակարգերը շրջանցել։ Շնորհակալություն Արփինե Դավոյան։ Շնորհակալություն Տիկին դատախազ ձեր ծավալուն զեկույցի համար։ Հացս մեկ անգամ հնչեցրել եմ, երբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն է զեկույցով մեզ մոտ եկել։ Հիմա ուզում եմ ձեր տեսանկյունից լսել այդ հարցի պատասխանը կամ ինչ կա ձեր ձեռքի տակ։ Մոնումենտի առանձնատների օրինական